Բարի երեկո հարգելի ընկերներ։ Սկսենք մեր հերթական վեբինարը։ Այսօր 29 հունիսի մոտենում ենք եւ շաբաթվա վերջին, եւ ամսվա վերջին, եւ եռամսյակի վերջին, խոսքով վերջին օրեր են ֆինանսական շոկաների համար։ Պատանողականությունը բավական մեծ է, բայց դեմ ֆունդամենտալ պատկերը Մանրածախ առևտուրը Ճապոնիայում սպասում էին վատ նորություն, մի փոքր վատ դուրս եկավ նաև կանխատեսվածից, բայց ընդհանուր առմամբ ինքը դրական զոնայում է, չնայած նրան, որ կանխատեսում է, որ սպառողական ծախսերը ցածր են, բոլոր դեպքերում բավական լավ ցուցանիշ է ցածր սպառողական ծախսերի դեպքում Մանրածախ առևտրի 2%-անոց աճը։ Հիշեցնեմ, որ Ճապոնիայի բավական շատ նորություններ սպասվում են այսօր գիշերը, այսինքն վաղը եւ բոլոր դեպքերում մենք հիմա կանդրադառնանք միանշանակ դրական նորություններ են սպասում։ Հերթական լավ նորությունները շատ լավ իմիջայլոց Եվրոմիությունից, հատկապես ներքևի մասում հիմա կտեսնենք։ Նախ սպառողական միջավայրը բավական լավ վիճակում է գտնվում ուրեմն Գերմանիայում, տեսեք նախորդ ամսվա համար սա կանխատեսում հիմա ավելի լավ արժեք ունի։ Սպառողական գների ինդեքսները նշեցի, որ այսօրվա ցուցանիշներից մեծ կախվածություն կունենա վաղվա ուրեմն ցուցանիշը։ Տեսնում ենք սպասվում էր 0%, այսինքն աճ չկար հունիս ամսվա համար, չնայած նախորդ ամիս նվազում ունենք, բայց խնդրեմ ոչ թե աճ, այլ ոչ միայն 0%, ոչ միայն բարելավում նախորդ ամսվա համար, այլ 0.2%-անոց աճ, 1.6%-անոց աճ նաև Իսպանիայի սպառողական ուրեմն գների մասում։ Արեկն է ուշացած մեզ միանում։ Սա ոնց որ երրորդն Արեկն է, թե Արեք ջան, դու ես տարբեր տեղերով։ Հա, ինչևէ, նարեկների շատությունից չենք տուժի, հուսամ, այսպիսով,
տեսանք շատ լավ նորություններ, այս համախումբը նորությունների մեզ թույլ է տալու, որպեսզի մենք վաղը իմ կարծիքով տեսնենք լավ արժեք սպառողական գների Եվրոմիությունում կամ գոնե կանխատեսվածի մոտ, ամենայնպես ոչ վատ, որը ևս մեկ ուրեմն իմպուլս կտա եվրոյի արժևորմանը։ Այս ամենը Եվրոմիությունից Ճապոնիայից եւ խնդրեմ հետարքիր իրավիճակ նաեւ Միացյալ Նահանգներից 1.4% գնահատված, երրորդ գնահատված արժեքն է, ասեմ որ առաջինը 0.8% էր, երկրորդը 1.2%, երրորդը 1.4%, բավական լավ արժեք է առաջին երամսյակի համար, որի հիման վրա էլ այդքան խոսում են Ֆեդերալ ռեզերվային բանկի նախագահները, սակայն ուշադրություն դարձրեք այս ցուցանիշին, եթե հիշում եք, ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ սա ավելի կարևոր է տրամաբանկային քաղաքականություն իրականացնելու համար, սա դեֆլյատորն է։ Ինչ է դեֆլյատորը, հիշեցնեմ, որ 2.3 էր, եթե չեմ սխալվում, առաջին գնահատականի ժամանակ, 2.2 երկրորդ գնահատականի ժամանակ եւ 1.9% այժմ գների ինդեքսի ցուցանիշը, գների ցուցանիշը ինքը ներկայացնում գների մակարդակի, սպառողական գների ինդեքսը, եթե կոնկրետ 3-400 խումբ տեսակի ապրանքի, հա, ապրանքատեսականու համար է հաշվարկվում, ապա սա համախառն ներքին արդյունքի մեջ մտնող բոլոր ապրանքների եւ ծառայությունների համար է հաշվարկվում այս ցուցանիշը եւ սա եւս մեկ ազդակ է, որ գների մակարդակը այդքան էլ լավ վիճակում չի Միացյալ Նահանգներում։ Այսա արդեն չեզոքացրեց համախառն ներքին արդյունքի այս աճը։ Եվ դրան գումարվեց եւս մեկ վատ ցուցանիշ։ Խնդրեմ, գործազրկության նպաստ ստացողների քանակը ավելացել է, իսկ սա մենք ոչ հեռու, հա, ապագայում ունենք զբաղվածության ցուցանիշներ, ես երեք ասեցի, որ արդեն 2-3 շաբաթ մենք ստանում ենք կանխատեսվածից եւ նախորդ ամսվանից բարձր արժեքներ, գործազրկության նպաստի դիմումները շատանում են, իսկ նշանակում գործազրկների թիվն է շատանում։ Բոլոր դեպքերում չենք սպասում զբաղվածության լավ ցուցանիշներ, ես ինքս չեմ սպասում մի շաբաթ, չեզոք կարող են լինել լավագույն դեպքում կամ վատ, կամ շատ փոքր տարբերությամբ միգուցե լավ, բայց ամենայն դեպս ես վատ եմ սպասում։ Դե մինչև մյուս ուրբաթ օրը դեռ մենք բավական ժամանակ ունենք։ Ամենայն դեպս Միացյալ Նահանգների այն լճացված վիճակը ամեն անգամ հիմնավորվում է ցուցանիշներով։ 20 րոպեից ունենք Բուլարդի ելույթը, տեսնենք ինչ կխոսա, ընդհանուր առմամբ արդեն ընդհանուր իրենց ֆոնը մենք հասկացել ենք, ինչի մասին են խոսում եւ ինչ են ուզում ասած լինեն։ Այսպիսով Ճապոնիա 3:30 գիշերը սկսելու է նորությունների տարափը, տնային տնտեսությունների ծախսեր, ու այդքան լավ արժեք չի կանխատեսում, ավելի քիչ քան նախորդ ամիս, տարեկան կտրվածքով նվազում, չնայած նախորդ ամիս ավելի շատ էր նվազել, ասեմ, որ սրանց կանաչ գույնի արժեքները շատ լավ են լինելու եւ ճապոնական իենը կբարձրացնեն, սպասվում է կանաչ։ Ամեն դեպս լավ ցուցանիշ չգիտեմ, ես սպասում եմ, հիշեցնեմ, որ այս թիվը սա ազատ աշխատատեղերի եւ ներողություն ազատ աշխատատեղերի եւ ընդհատեցին եւ աշխատանք դրողների հարաբերակցության ցուցանիշն է, սա բավական լավ ցուցանիշ է այս պահի դրությամբ եւ սա վերջին 10 տարվա իշխան գիտեմ 15 տարվա մաքսիմում արժեք է եւ նույնիսկ 0.1% աճը 2.49 եւս մեկ շատ մեծ իմպուլսով կարժևորի իենը, սա շատ կարևոր ցուցանիշ է։
Սպառողական գների ինդեքսը աճ ունենք, նույնիսկ եթե 0.4 էլ մնա, արժեքը շատ լավ է ին-ի համար, բայց 0.5 հնարավոր է 0.1%-ային կետով այստեղ տեսնենք։ Բազային ինդեքսը այստեղ նույնպես աճ կա։ Եվ արդյունաբերական արտադրանքի ծավալը, տեսեք նախորդ 4%-անոց աճից հետո -3.2% նվազում, սենց կտրուկ անկում մայիս ամսվա համար, համենայն դեպս եթե կա անկում, ապա այդքան ես չեմ սպասում։ Ինչ-որ նման լավ տրամադրություն ունեմ ճապոնական իրենի մասով, տեսնենք, թե ինչպիսին կլինի վաղվա մեր ուրեմն նորությունները, այնպես որ այս լավ ցուցանիշների տարափը կարող է ճապոնական իրենը բավական արժևորել։ Անցանք առաջ, վաղ ունենք Չինաստանից նորություններ գործարար ակտիվության հետ կապված, այստեղ նույնպես ասեմ, որ վերջին շրջանում հնարավոր է, չնայած այս ցուցանիշը բավական դանդաղել է, բայց հնարավոր է լավ, մի փոքր 0.1%-անոց, 0.2%-անոց աճ տեսնենք, նույնիսկ նախորդի հավասար, բայց լինելու դեպքում բավական երեղություն ես անջատեմ հեռախոսը, որտեղ անընդհատ խանգարում եմ ես։ Կարժևորը ավստրալիական դոլարը, այնուհետև այդքանով չի սահմանափակվում ուրեմն մեր ցուցանիշների, մակրոտնտեսական ցուցանիշների քանակությունը, ունենք Եվրոմիությունից մանրածախ առևտուրը, Գերմանիայից, սպառողական ծախսերը, ուրեմն Ֆրանսիայից, սպառողական գների ինդեքսը Ֆրանսիայից, այստեղ իմիջիայլոց նույնպես հնարավոր է թեկուզ 0.1%-ային կետով գեղեցիկ կանաչ գույն տեսնել, տարեկան կտրվածքն է սա, եւ ունենք Գերմանիայից զբաղվածության ցուցանիշը, ուշադիր լինենք, այսինքն այստեղ գործազուրկների մակարդակի մասին է խոսքը, եւ գործազրկության մակարդակը Գերմանիայում։ Շատ հնարավոր է մենք այստեղ տեսնենք այսպիսի թիվ վաղը, իսկ սա եւս մեկ իմպուլս է եվրոյի արժևորման համար, շատ կարևոր ցուցանիշ է, որից հետո սկսվում է Մեծ Բրիտանիայի ցուցանիշների տարափը։ Եվ այսպիսով Մեծ Բրիտանիայից ընթացիկ գործառույթային հաշվեկշիռն իհարկե շատ վատ ցուցանիշ է այստեղ, ուշադիր լինենք, բավական բացասական, մնացորդ կա։ Համախառն ներքին արդյունքի երրորդ գնահատականն է, կարելի է այստեղ 0.1%-ային կետով մի քիչ բարելավում սպասել, այսինքն 0.3 արժեք, սա բավական լավ, ուրեմն բավական լավ կերպով կարժևորի ուրեմն մեծ բրիտանական ֆունտը, որը արդեն իսկ արժևորում է, որտեղ սպասում ենք տոկոսադրույքի բարձրացմանը, եւ ամենակարևոր նորությունը կասեի շաբաթվա երևի թե վերջին իհարկե կենտրոնական բանկի նախագահների ելույթներից հետո դա սպառողական գների ինդեքսն է, ուրեմն Եվրոմիությունում վատ ցուցանիշ է կանխատեսվում նախորդի համեմատ, բայց 1.5, նույնիսկ 1.4, 1.5 եւ ավել, ուրեմն այստեղ տեսնելը միանգամից հանգեցնելու է եվրոյի եւս մեկ իմպուլսային աճին։ Համենայն դեպս շատ ցածր ես չեմ սպասում, բայց 1.5 արժեքը լրիվ իրատեսական է նշված գների մակարդակում, եթե իհարկե վաղը նաև Ֆրանսիայից տեսնենք լավ ցուցանիշներ, դա նշանակ հնարավոր է սա տեսնել, իսկ սա բավական ուժեղ ազդակ է եվրոյի արժևորման համար։ Էլի, այսքանով չենք սահմանափակվում,
վաղվա նորությունների ֆոնը շատ բազմազան է։ Գալիս ենք Ամերիկա։ Անձնական սպառման ծախսերը մի փոքր աճ, շատ փոքր չնչին է աճում անձնական սպառման ծախսերը մինչդեռ Միացյալ Նահանգներում եւ այստեղ նվազումը 0 արժեք տեսնելը արդեն իսկ բավական վատ կանդրադառնա ուրեմն դոլարի վրա։ Սա շատ կարևոր կոմպոնենտ է տնտեսական աճի համար։ Համախառն ներքին արդյունքի երրորդ գնահատական ունենք նաև Կանադայից հումքի գները այստեղ նվազում է հնարավոր է այս տարբերակը, որովհետև վերջին շրջանում նավթի ուրեմն գները նվազել են եւ խնդրեմ Չիկագոյի կողմից գործարար ակտիվության ինդեքս ունենք, վերջին շրջանում սա նույնպես նվազում է, այստեղ ունենք Միչիգանյան համալսարանի կողմից հերթական սպառողների սպասումներն ու սպառողների տրամադրությունները, սրանք նույնպես վերջին շրջանում նվազում են։ Համենայն դեպս շատ Միացյալ Նահանգների դոլարը փրկող որևէ նորություն չկա, մի քիչ, եթե լավ լինի գործարար ակտիվությունը, կարող է սա ակտիվացնել, բայց ընդհանուր առմամբ չկա եւ մի քիչ լավ եթե լինի այս անձնական սպառման ծախսերը, կարող է սա նույնպես, բայց ընդհանուր առմամբ ֆոնը այսպեսին է, եմ տեսնում ես, այսինքն ասենց ասեմ, այնպես որ նման ֆոնի պայմաններում դժվար թե դոլարը հաջող կամ խառը, միտեղ 0.1% ավել, մյուստեղ 0.1% պակաս։ Այսպիսին են վաղվա նորությունները եւ վերջում բնականաբար մեր հերթական նավթ արտահանող տեխնիկա տեխնոլոգիաների քանակն է լինելու, այնպես որ սպասենք, տեսնենք ինչ տեղի կունենա վաղը։ Այսքանը ֆունդամենտալ առումով, եթե կան հարցեր, խնդրեմ, եթե ոչ, ապա անցնենք մեր տեխնիկական պատկերին, եվրոն առանց նահանջելու, առանց նեղվելու դնում է առաջ, երեկվա մեր բայստոպը աշխատել է, բայերը բավական շատ են մեզ մոտ, այսօրվա մոմը եւս մեկ բայստոպ դնելու հնարավորություն է մեզ տալիս, ինչ լավ նշան է մնացել հեռվում, այստեղի համար է երևի մնացել, գնում ենք վերև, իհարկե այստեղ զարգանում է դիվերգենցիան, բայց չգիտենք դա երբ կլինի, ընդամենը տեսնում ենք, որ ինչ-որ իմպուլսային 5-րդ ալիքի մասին ենք խոսում, այս պայն իհարկե, դեռ գնում ենք վերև, ուղղությունը վերև է, 1.15-ը հեռու չէ, 1.15-ից հետո մի փոքր կորեկցիա կիշնենք ու վերև 1.17, 18, մյուս տարի նույնիսկ 1.19-ը, այս տարի 1.17-ը լրիվ հավանական արժեք է, որին կարող ենք հասնել, այնպես որ դեռ եվրոյի կորեկցիոն թեկուզ նվազում, իջեցում ես չեմ տեսնում, չկա պատճառ այս պայդրությամբ գնում ենք վերև, սելերի համար ունենք սել ստոպ, բայի համար ասացի մեկ բայ ստոպ կդնենք այսօրվա մոմի մաքսիմումին, այստեղ ինչ-որ կարմիր զոնայի սել ստոպ ենք անընդհատ տեղաշարժենք նաև այսօրվա մոմի մինիմումի տակ տեղափոխենք այն ստոպ լոսերը դեռ թողենք ուրեմն ամսի 27-ի մոմի մինիմումի տակ, այնուհետև վաղը նոր կօպտիմալացնենք, ուրբաթ օր է վաղը, բավական ֆունդամենտալ նորություններով առատ օր, շարժը կարող է մեծ լինել, բոլոր դեպքերում լավ արժեքներ սպասվում են Եվրամիությունից ու աճը դեռ ըստիս կշարունակվի։ Սելի համար ունենք սել ֆրակտալ եւ բլուցե սիգնալներ, որոնք գտնվում են ամսի 20-ի, հունիսի 20-ի մոմի մինիմումից դրված են մեր սել ստոպերը։ Ֆունտը նույնպես չի զիջում իր աճով եվրոյին, բարձրանում է, այսօր նաև ֆրակտալն է մեր աշխատել բայ, շատ լավ է եղել, գնում ենք վերև, երեկվա բայստոպը նույնպես աշխատել է, այսօրվա մոմը մեզ տալիս է կանազունյա երրորդ օրվա բայստոպ դնելու հնարավորություն, այնպես որ այսօր գիշերը կարող եւս մեկ բայստոպ ավելացնել այստեղ ու գնանք վերև, որ MetaTrader-ի կապը մի պահ ընդհատվում է, թվում է ինտերնետը չկա, ոնց որ թե բոլորը լսում եք, տեսնում եք MetaTrader-ը,
Սելի համար բավական հեռու ունենք սել ստոպ դրված եւ ինչպես եւրոն կարմիր զոնայի սել ստոպ ենք տեղափոխում, ենք կբերենք այսօր մինիմումի տակ։ Ամեն դեպս այն նստում է կոռեկցիայի համար պետք կլինի, կաշխատենք կոռեկցիան, հետո կփակենք։ Իսկ հիմնական սել ուղղությունը զարգացնելու համար մեզ պետք է հատել ամսի 21-ի մինիմումը, այնտեղ ունենք 3 սել ստոպ 0-ից անցման բլուցեի եւ ֆրակտալային, ամենակարևորը ֆրակտալային սել ստոպը այստեղ է դրված, բայց դեռ մենք գնում ենք վերև, աննահանջ վերև ենք գնում եւ դեռ սելի մասին չենք մտածում։ Կարող ենք արդեն մի փոքր օպտիմալացնել ստոպերը, դրանք բերելով ամսի 28-ի մոմի մինիմումի տակ։ Դոլար իենան շատ գեղեցիկ իրավիճակ է դոլար իենայի մոտ, շրջադարձ, իհարկե դեռ չի ավարտվել, բայց հուշում է, որ ինչ-որ բան Ճապոնիայում ամեն դեպս տեղի ունենում, չի կարող Ճապոնիան հետ մնալ այս գեղեցիկ շարժվից, ամեն դեպս որպես կոռեկցիոն շրջադարձ մենք այստեղ կդիտարկենք, եթե ունենք բայեր եւ դրանք չենք փակել, բայերի ստոպ լոսը դեռ կպահենք ամսի Իհարկե, եթե մոմը ձևավորվեց որպես շրջադարձային, վերում ենք բոլոր ստոպ լոսերը մոմի մինիմումի տակ, մոմի մինիմումից դնում ենք սել ստոպը եւ սպասում ենք դրա աշխատանքին։ Եթե չեղավ այդպեսին կամ անկախ ամեն ինչից այն շրջադարձային թե չէ, մոմի մաքսիմումին դնում ենք buy stop որպես կանալ զոնայի երկրորդ օր եւ սպասում ենք դրա աշխատանքին, եթե շրջադարձային մոմը չաշխատեց։ Ասեմ ես լրիվ հավանական տարբերակ, ասենք վաղվա մոմը չծակի մինիմումը, մյուս օրը հակառակը գնանք մաքսիմում ծակելու երկուշաբթի օրը, այնպես որ սա մի քիչ իմ սկզբունքներին դեմ է, որտեղ ֆունդամենտալ առումով դեռ չեմ տեսնում այդ սցենարը, դրա համար վերապահորեն եմ մոտենում այս բայերին, բայց բոլոր դեպքերում սա շուկա է եւ հնարավոր է վաղվա նորությունները այն կանաչ վերև սլաքի փոխարեն տեսնենք կարմիր սլակով ներքև, որտեվ ես ամենայն դեպս պայծառատեր չեմ, ուղղակի ֆունդամենտալ մասով ես վերլուծական եւ նախորդ դինամիկայի ձելնելով մտածում որ այդպես է լինելու։ Այսպիսով տեսնենք լավ նորությունների դեպքում ընդ որում մոմը փակվելուց հետո այդ նորությունները լինելու, այսօրվա մոմը փակվելուց հետո եւ լավ նորությունները միանշանակ կբերեն դոլար իենայի ներքև ուղղության, այսինքն իենայի արժևորման։ Ստելի համար այստեղ եւս մեկ սել ստոպ ունենք, դա հունիսի 14-ի մոմի մինիմումից է դրված։ Այսպեսին է դոլար իենայի այս բայդրությամբ եղած իրավիճակը, իմիջիայլոց անգուլացիոն անկյան հետ կապված նաև ունենք այստեղ այդ անգուլացիան, այնպես որ շրջադարձայում լրիվ հնարավոր է ձևավորվի։ Չնայած օրվա փակվելուն դեռ մի քանի ժամ կա, չենք շտապում եզրակացություններ անել, կարող է օրվա վերջում գինը 113-ում փակվի, բայց այս բայդրությամբ դեռ ուղղությունը ներքև է։ Ֆրանկը նույնպես չի զիջում իր շահութաբերությամբ, իջնում ենք ներքև։ Երեկվա մոմը մեզ երկու սիգնալներ տվերսելի, դրանք աշխատում են, այսօր մոմը եւս մեկ սել ստոպ դնելու հնարավորություն է մեզ տալիս, դնենք այդ սել ստոպը, օգտվենք այդ հնարավորությունից, ստոպերը մեր բոլոր դեռ պահենք ամսի քանիսն է սա 27-ի մաքսիմումին, դեռ այստեղ հարմար տեղ է, բայց ստոպերը 20-ի մաքսիմումին են, այստեղ բլուց է եւ բայֆրակտալ կա, բայց ստոպերն այդտեղ են, բայց դեռ մենք շահույթ ունենք վերցնելու թողիշնի մի 100-150 պունկտեր շահույթ տամես, հետո կորոշենք, եթե դեմ չեք։ Այսպիսին է ֆրանկյան շուկան։ Կանադան նույնպես հետարքիր մոմ նկարեց, 3-1 դիրքով այս ամբողջ շարժը վերցրեցինք, շատ եմ ափսոսում դրա համար։ Ստոպերը կարող են երեկվա մոմի մաքսիմումին տեղափոխել, որտեղ բավական բարձր այսօր աշխատեց մեր երեկվա 3 սել ստոպերը։ Այսօրվա մոմը եւս սիգնալային է եւ իր մինիմումի տակ կարող ենք տեղադրել սել ստոպը։ Ասեմ նաեւ, որ մոմը հնարավոր է շրջադարձային տեսքով փակվի, հնարավոր է այդպես լինի, այնպես որ սպասենք փակվելու տեսքին, չնայած ավելի շատ հակված են դեռ
սելի շարունակությունը, եթե լինի շրջադարձ զուտ կոռեկցիոն, ինչպես այստեղ էր, այդպես էլ շրջադարձ չեղավ, զուտ կոռեկցիոն հնարավոր է տեսնենք դոլար կանադական դոլարի buy ուղղությունը, մեր կապը կա, չէ, ինձ լսում եք, շատ լավ է, բոլոր դեպքերում սպասենք, տեսնենք, թե ինչպիսին կլինի այս մոմը, եթե ինքը լինի շրջադարձային, մեր ստոպ լոսերը կտեղափոխենք այստեղ, կդնենք buy ստոպերը, եթե ոչ, եկեք նշան դնենք, որ իմանանք, դիտարկել ենք այսօր այն որպես պոտենցիալ շրջադարձային մոմ, եթե ոչ, ապա մեր ստոպ լոսերը երեկոմ մաքսիմումին են, այս ստոպ այստեղ չկա և ուղղությունը դեռ միայն sell է, ասեմ, որ այստեղ նույնպես հնարավոր է դիվերգենցիա ոչ թե հնարավոր է, այլ արդեն դիվերգենցիոն իրավիճակ կա, բայց այն ձևավորված չի, հնարավոր է մենք կարմիրից ավելի շատ իջնի, այնպես որ դեռ դիվերգենցիայի մասին չենք խոսում։ Ուղղությունը դոլար կանադական ուրեմն արկղզույգի դեռ սել է։ Ուղղակի այս պայմանությամբ այդ ուղղության զարգացմանը խոչընդոտում է նավթը, հիմա կանդրադառնանք նավթին։ Մի խոսքով եթե այն ձևավորվի որպես շրջադարձային մոմ, բոլորդ ինձ թվում արդեն գիտեք որն է դա, վերևից buy stop-ը դնում ենք և բոլոր սելերի stop loss-երը իջեցնում ենք այսօրվա մոմի մաքսիմումին։ Ավստրալիական դոլարը, ովքեր չէին հավատում իր աճին, խնդրեմ, զարգացնում է ու շատ գեղեցիկ buy ուղղություն է զարգացնում, մեր բոլոր buy stop-երը ակտիվ են, բոլորի stop loss-ը կարող ենք միանգամից տեղափոխենք երեկվա մոմի մինիմումի տակ, շատ ավելի շահութաբեր դիրք, այսօրվա մոմը մեզ տալիս է 2 buy stop դնելու հնարավորություն։ Այ ահա ինչ է նշանակում չինական լավ նորությունների առկայությունը, եթե մենք այդպես էլ տեսնենք այդ լավ նորությունները, ապա մեզ այս 2 buy stop-երը պետք կգան վաղը արդեն իսկ և մենք կշարունակենք մեր ուղղությունը, մեր 0.77 նպատակը դեռ չենք հասել, սպասում ենք այդ նպատակին, որից հետո կմտածենք 0.78-ի հետո 9-ի մասին, այդ 77-ը արդեն մեկ ամիս է ունենք, տեսնենք, սելի համար ունենք մեկ սել դիրք ընդամենը, սել ստոպով, հետո ձգված օրձերն է մեր հունիսի 2-ի մոմի մինիմումի տակից, դրված է մեր սել ստոպը, որպես ֆրակտալային մոմ։ Տեսնենք նաև այսօրվա մոմը ավստրալիական դոլարը ինչ տեսքով կփակվի, սա նույնպես կարևոր հանգամանք է, չնայած ես այստեղ շրջադարձ դեռ չեմ սպասում, մեր տրենդի buy ուղղությունը ինձ թվում է նոր է թափ առնելու, բայց բոլոր դեպքերում շուկան է ել եմ ասում, տեսնենք ինչպես կփակվի, եթե լինի շրջադարձային, ապա գիտեք ինչ ենք անում։ Այսպիսով այսօրվա մոմի մաքսիմումին ևս 2 buy stop-եր ենք ավելացնում։ Այսպես գեղեցիկ դիրքեր ունեն բոլորը այս պայմանությամբ գտնում են շահույթների մեջ, այնպես որ բարով վայել են նրանք, ովքեր աշխատում են։ Նոր Զելանդական չի կարողանում, չի գնում դեպի արժևորման, ասեմ, որ ստեղ հետարքի իրավիճակ է ստեղծվել, կանաչ զոնայի buy stop-ը աշխատել է, շատ հետարքիր է, որի stop loss-ը հենց երեկվա մոմի մինիմումի տակ կդնենք, և մենք ունենք նաև շրջադարձային մոմ աշխատած ստրատեգիայի, որի մաքսիմումից նաև նոր ձևավորվող ուրեմն ֆրակտալ ենք ունենում և մենք ևս մեկ buy stop, այսպես տնեմ, որպեսզի չխառնենք, ևս մեկ buy stop այդ մոմի մաքսիմումին կարող ենք դնել, են բլուց է սիգնալն է իհարկե, և ինչ-որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել նոր զելանդական դոլարի մոտ, իմիջիայլոց այսօրվա մոմը մեզ տալիս է դիվերգենցիոն սել ստոպ դնելու հնարավորություն, այսօրվա մոմը մինիմումից ևս մեկ սել ստոպ կարող են դնել, որտեղ այստեղ դիվերգենցիա կա, դիվերսել սիգնալը, և սպասենք երևի թե վաղը կձևավորվի նաև երկրորդ իմաստունը, բոլոր դեպքերում այս պայմանությամբ որ ֆլետային վիճակի Նոր Զելանդիայի մոտ չի կողմնորոշում, չի կարող ավստրալիական դոլարը աճել, Նոր Զելանդականը իջնել, իհարկե երկարաժամկետ հատվածում, միջնաժամկետ հատվածում, կարճաժամկետ այս պահին ակնհայտորեն կահարկասություն ավստրալիական աճում է, Նոր Զելանդականը կանգնած է կամ իջնելու միտումներ ունի։ Բոլոր դեպքերում այստեղ հետարքի իրավիճակ է, ունենք եւ buy եւ sell դիրքեր, տեսնենք թե շուկան որ ուղղությամբ կզարգացնի եւ որ ուղղությամբ մենք սկսենք ավելանալ, բայց նոր զելանդական դոլարի շեշտը մեզ բավական լավ պլյուսներ
տվեց, լավ մեծ շահույթներ տվեց, շնորհի համար շնորհակալ ենք այդ ակտիվին եւ սպասում ենք հերթական տրենդի ուղղության զարգացմանը։ Սելերի համար այստեղ հերվոտ ունենք 3 սել ստոպեր, մայիսի 15-ի, 12-ի, 11-ի մոմերն են ֆրակտալային 0-ից անցման եւ բլուցե սիգնալներով, դեռ դրանց հասնելու համար ժամանակ ունենք, այժմ տեսնենք թե շուկան ինչպես կկողմնորոշվի։ Ոսկին ոչինչ այս պայդրությամբ չի ձեռնարկում, սպասենք, տեսնենք այստեղ սել դիրք է բացված եղել, սել ֆրակտալը, կարմիր զոնա է տեղափոխված սել ստոպը, որի ստոպերը մենք տեղափոխել ենք հենց ամսի 26-ի մոմի մաքսիմումին, թող այդտեղ էլ մնան մեր բոլորի ստոպ լոսերը, ասեմ, որ 26-ի մոմի մինիմումի տակ արդեն նոր սել ֆրակտալ ունենք, այնպես որ ևս մեկ սել ստոպ այստեղ, այսօրվա մոմը միանգամից 3 սել ստոպ դնելու հնարավորություն է տալիս, աշկից ոսկին ջղայնացել է, հիասթափել է ամեն ինչից և ուզում է արժեզրկվի, ինչ-որ այսպիսի տոն կա ոսկու պահվածքի մեջ, մի քիչ անհավատալի, բայց նման իրավիճակ կա, կարմիր զոնա, բլուցեններ, երկու եւ ԱՑ-ով եւ ԱՕ-ով, այնպես որ հետարքի իրավիճակ է, բոլոր ստոպերը, սել ստոպերի կտնենք ուրեմն դեռ 26-ի մոմի մաքսիմում եւ սպասենք, տեսնենք ինչ է ուզում ոսկին մեզանից, բայ համար ունենք հունիսի 6-ի մոմի մաքսիմումին դրված բայ ստոպ, այսպիսին է ոսկու շուկան այս պայդրությամբ, հետարքիր 4 սել ստոպ դեռ սպասում են, վաղը կսպասեն, տեսնենք ինչպես կաշխատեն։ Արծաթի տարբերություն ոսկու մեկ բայ դիրք ունի, այդ բայ դիրքը աշխատում է, այսօրվա մոմը մեզ տալիս է երկրորդ իմաստունի սիգնալը, հազդակը եւ այսօրվա մոմի մաքսիմումին դնում ենք եւս մեկ բայ ստոպ, ստոպերը դեռ պահպանում ենք ուրեմն ամսի 26-ի մոմի մինիմումին, վաղը կօպտիմալացնենք բավական բարձր, սելերի համար ունենք սել ֆրակտալ, հենց 26-ի մոմի մինիմումից դրված է սել ստոպ։ Այլ բայ դիրքերը գտնվում են մեր բայ ֆրակտալի հունիսի 6-ի մոմի մաքսիմումի վրա, այստեղ նաև ունենք բլուցերի բայ ստոպ, երկու բայ ստոպ կա հունիսի 6-ի մոմի մաքսիմումին, բայց այս պայդրությամբ այստեղ նույնպես կարմիր զոնայոտ վիճակ է, հնարավոր է փոխվի ինդիկատորի գույները եւ մենք սկսենք այստեղ կարմիր զոնա աշխատել, բայց ուղղությունը դեռ բայ է, ունենք մեկ բայ դիրք, տեսնենք թանկարժեք մետաղները ինչ որ չեն կողմնորոշվում իրենց պահվածքի մեջ։ Նավթն է, նավթը փակեց մեր սել դիրքերը, հիմա ակտիվորեն բարձրանում է վերև, ասեմ, որ այլ դեպքերում այսօրվա մոմը կդիտարկենք մենք ուրեմն երկրորդ իմաստուն եւ այդպես էլ կանենք, որի ստոպ լոսը կդնենք արդեն ամսի 27-ի մոմի մինիմումի տակ, եթե իհարկե աշխատի, չմոռանանք նաեւ, որ մենք ունենք տեղափոխված կարմիր զոնայի սել ստոպ, եթե այսօր չաշխատեց, մենք տեղափոխենք հենց այսօրվա մոմի մինիմումի տակ, սելի համար ունենք նաեւ սել ֆրակտալ, այն ամսի 21-ի մոմի մինիմումից է դրված, բավական լավ տեղ է մեր բայ ստոպի լինելու միջայլոց վաղը, երբ որ դնենք, մենք կարմիր գծից, հավասարակշռության գծից վերև է լինում, եւ եթե հատեցինք եւ անցանք ալիգատորի հավասարակշռության գիծը, ապա ամենայն հավանականությամբ մենք այստեղ առնվազն կոռեկցիոն բայ ուղղություն կզարգացնենք, սա ան, բեն եւ եւս մեկ C ալիք կբարձրանանք վերև, ալիգատորը նույնպես ուզում է այստեղ ինչ որ շրջադարձի նշաններ տա, բայց սա կարելի է համարել կոռեկցիոն բայ, տեսնենք ինչպես կզարգանա շուկան, նույնը բրենտին է վերաբերում, եթե չաշխատեց այսօր սել ստոպը տեղափոխենք այսօրվա մոմի մինիմումի տակ, սելի համար եւս ունենք այստեղ ամսի 21-ի մոմի մինիմումից դրված սել ստոպ եւ այսօրվա մոմի մաքսիմումին դնում ենք բայ ստոպ որպես երկրորդ իմաստունի բայ ստոպ եւ սպասենք տեսնենք ինչպես է աշխատում այստեղ շուկան։ Ինդեքսներից ով չէր հավատում ինդեքսներին, խնդրեմ գեղեցիկ պատկեր, գեղեցիկ աշխատանք, ասեմ ձեզ, որ սա բավական մեծ պունկտաժ է,
ու նայած, հա, ինչ լոտով ենք նաև աշխատում, սա Dow Jones-ն է, սա DAX-ն է, ասեմ, որ 0.01 լոտով աշխատելու դեպքում, այստեղ արդեն $100-ից ավել 120-130 գումար կա, ամենամինիմալ լոտով աշխատելու դեպքում, ինչ արագություն է զարգացնում, սա այն էր, ինչ ես սպասում էի տարվա սկզբից, ովքեր եղել են, հիշում են իմ ասածները, իհարկե Dow Jones-ի արագությունը դեռ դուրս չի գալիս, բայց չի ուզում հետ մնա DAX-ից, խնդրեմ, ինչպիսի իրավիճակները, ինդեքսներն են, սրանք ֆոնդային շուկաներն են և գնում են առնվազն խորքային կորեկցիայի, սա S&P-ն է, Nasdaq-ը հեռացրել ենք մեզանից, այնպես որ ովքեր աշխատել են, ովքեր ունեն այս դիրքերը, կարող եմ շնորհավորել, իրանք բավական մեծ պլյուսների մեջ են, այսօր մոմում տալիս է 0-ից անցման սիգնալ, այսինքն սա դեռ վերջը չէ, DAX-ը դեռ թափելու, իջնելու տեղ ունի, տեսեք ինչ արագությամբ է ուրեմն DAX-ը իջնում, ինչքան գիտեմ այստեղ 1 պունկտը 2 է հաշվում, այսինքն 0.1-ի դեպքում բացելուց 350-ով 700 պունկտ, այսինքն այս մոմը մենակ 700 պունկտանոց մոմ է DAX-ի մոտ, քիչ չի, այսինքն 0.01-ով արդեն ավել 2.5 0.01-ով ասում եթե այս մոմի վերևից բացենք, հիմա $130-140 փող պետք է լինի այստեղ, այնպես որ ու շարունակում է այդ գումարն աճել Dow Jones DAX ինդեքսներն այսպիսին են, ովքեր լսել են մեր խորհուրդները, շնորհավորում եմ, լավ վիճակում են, սա եվրո ավստրալիական դոլարն է, երկու դիրքերը մեր աշխատել են, երրորդ դիրքը դեռ գտնվում է բավական հեռու, մեր բայֆրակտալն է, գնում ենք վերև, ֆունդ նորզելանդականը նույնպես, այստեղ երկրորդ իմաստունն է աշխատել արդեն այս պահից, գնում է վերև, ֆունդ ավստրալիականը չենք դիտարկել, ավստրալիական նորզելանդականը չենք դիտարկել, չնայած այստեղ կա շրջադարձ եւ ուղղակի ձեզ չի հետաքրքրում, ես չեմ խորանում ճիշտն ասած, եթե հետաքրքրի ունեք աշխատանք, խնդրեմ, դոլար շվեդական կրոնան է, երեք խոսել եմ այս մասին, շարունակում է անկում ու սա բավական լավ մոմեր են, իմիջայլոց ասեմ, ամեն մեկը 130 պունկտանոց, 100-130 պունկտանոց, երկու հանգամանքի վրա կուզենամ մեր ուշադրությունը սևեռենք, եվրոյենա, հիշում եք մեր գծագիրը, սպասում ենք այս իմպուլսային աճին, 5-րդ ալիք որպես, սպասում ենք շրջադարձին, շրջադարձային մոմին, գեղեցիկ աշխատանք եվրոյենայի մոտ և ունենում ենք ոնց որ թե նման իրավիճակ, բայց չշտապենք, բայերը մեր իդեալական աշխատել են, իդեալական այստեղ այս կուտակված բայերի կույտը, ամեն մեկը 400 պունկտ, ամեն մեկը 400 պունկտ 5 դիրք կա այստեղ, 2000 պունկտ շահույթ է տվել, դա քիչ չէ, ընդհանուր առմամբ մեր ստրատեգիայի աշխատանքները քիչ չեն, եթե ճիշտ հետևում եք ստրատեգիային, աշխատում եք ստրատեգիայով, տրենդը բռնելու, ալիքը բռնելուց հաստատ մենք ունենում ենք լավ արդյունքներ, խնդրեմ, ես նման կերպ եմ պատկերացնում այսօրվա մոմի ձևավորումը և այստեղ դրվում է մեր սելստոպը, ովքեր չեն փակել այս դիրքերը, կարող են իրենց ստոպ լոսերը տեղափոխել այդտեղ և այստեղ դրվում է մեր ստոպ լոսը, իհարկե չմոռանանք նաև հեջավորման մասին, որ մաքսիմումից դրվում է բայ ստոպը և մոմի երկարության չափով հեջավորում։ Բայց դժվար թե արդեն այսքանից հետո մենք ևս մեկ ալիք ծագենք, չնայած կարող ասել, բայց բոլոր դեպքում 5-րդի 5-րդ ևս կարող է ստացվի, այնպես որ եթե իհարկե չկա այստեղ, սա չի 5-րդը, կարող է հենց սա է, որ դեպքերում մենք ալիքային տեսության մասնագետ չենք, բայց վատ էլ չենք հասկանում այդ տեսությունից և ելնելով այս ամենից, եվրո-իենա շրջադարձ և շրջադարձ դեպի ներքև կարող ենք սպասել։ Այն մյուս ակտիվը թե ես որտեղ էի տեսնում շրջադարձ, ճիշտ ասած այս պահին չեմ հիշում,
այս պահին չեմ հիշում, անկեղծ ասեմ, եւ նորզելանդական այստեղ շրջադարձային մոմը աշխատել է, ֆունտինան կորեկցիոն շրջադարձային կարող է լինել, չէ, չեմ հիշում, որ ակտիվի մոտ էի տեսել շրջադարձը, ավստրալիական դոլարի ենան, խնդրեմ, եւս մի շրջադարձային մոմ կարող է ձևավորվել, ովքեր աշխատում են ֆրանկի ենան, գևորներ ինչքան հիշում եմ աշխատում, խնդրեմ, գեղեցիկ շրջադարձային մոմեր են, ովքեր հետևում են մեր ստրատեգիային, ապա անպայմանորեն աշխատեք այս մոմերով, այս ստրատեգիայով, այս ուղղություններով, ինձ թվում է այս բավական լավ ալիքը արդեն, տեսեք ինչ լավ մաքսիմումից է ֆրանկ իենա, սա հոյակապ հնարավորություն է, որտեղ ֆրանկի արժևորման հավանականությունը բավական մեծ է, իենայի արժևորմանը նույնպես, ֆրանկի իենայի ֆրանկի արժեզրկման, որտեղ ֆրանկը բավական արժևորված է, կարող արժեզրկվի, իսկ իենան արժևորվի եւ այս ուղղությունը մեզ համար բավական հետաքրքիր է։ Ավստրալիական դոլարը կարող է շատ դանդաղ աճել, իսկ իենը արագ արժևորվի։ Հիշում եք, մենք գիշերը նորություն ունենք եւ այդ բոլոր նորությունները ես ինքս լավ եմ սպասում եւ այդ լավ նորությունը կարող է բերել այսպիսի ուղղության զարգացմանը։ Այնպես որ ինձ թվում է այսօր բավական շատ ինֆորմացիա ունենք, բավական լավ դիրքեր ունենք, բավական լավ շահույթների մեջ ենք, եթե իհարկե աշխատում ենք ստրատեգիայով, սա չի կարող լավագույն շահութաբեր դիրք չլինել, ասեմ, որ բոլոր այն վնասները, որոնք շաբաթվա ընթացքում թեկուզ եւ պատճառած լինի ստրատեգիան միայն դաքսով 001-ով, հա, ես ինչու եմ 001 անցած շեշտում, որտեղ գիտեմ այստեղ միլիոնատերեր չունենք դոլարային, որոնք աշխատեն 1 լոտով կամ հաշիվ ունենան 30-40 հազար դոլարով, փոքր հաշիվներ են 1000, 2000, 3000 ու 001-ով աշխատել ամենայն դեպս ակտուալ է եւ նույնիսկ այդ պարագայում այստեղ 500 դոլար դեպքում 001-ով աշխատելու պարագայում այստեղ ձեր դեպոզիտի վրա այս պահին 50% առնվազն շահույթ կլինի միայն եթե դաքսով աշխատեք, միայն ու այս պահին դաքսով, սա է ստրատեգիայի նաև այն լավ կողմը, որ երբեք չես կարող ասել, թե երբ է երրորդ ալիքը զարգանալու, երբ է այս արագությունը լինելու, եւ խնդրեմ, այդ արագությունը կա ու շարունակում է իենան արագ կարգով իջնում է ներքև, ես խորհուրդ կտամ, ովքեր բայ դիրքեր ունեն փակեն, եթե անվնաս մակարդակում չի, որտեղ այսօրվա այս մոմը եւ այսօրվա շարժը ու շարժում է դեպի ներքև 100 պունկտ բարձրանալու իջնել միանգամից, միակ բանը շարժում որ իենի հանդեպ պահանջարկ կա, իենը գնվում է այս պայդրությամբ շուկաներում, ֆունտը առնում են, եվրոն առնում են, իրավիճակը վատ չի, այն ինչ մենք մտածել ենք, ինչ վերլուծել ենք, ինչ ուղղություն կանխատեսել ենք, իրականանում է, եւ սա լավ է մեր բոլորի համար, բոլոր նրանց համար, ովքեր հետևում են եւ աշխատում են այս ստրատեգիայով։ Եթե հարցեր չունենք, այսօրվա համար այսքանը, հարգելի գործընկերներ, կհանդիպենք վաղը, մեր հերթական ժամին 20:30, տեսնենք, թե մյուս շաբաթ մեզ ինչ է սպասվելու։ Եվս մեկ անգամ մեզ շատ շահույթներ, որ շաբաթը լավ շահութաբեր փակենք, վաղը գնանք եւ ոչ միայն շաբաթը, այլ նաեւ ամիսը, այլ նաեւ երամսյակը։ Բոլորիս հաջողություն, ինչ վաղը։ Տեսություն։